Բարև ձեզ հարգելիները, շարունակում ենք մեր ճանապարհորդությունը զարմանարար մոլորակների աշխարհով եւ բացահայտում այն էներգետիկ դաշտերը, որոնցով նրանք օժտում են մեզ։ Այսօր կխոսենք աստղաբանության մեջ ամենաբարի հսկայական պոտենցիալ եւ նոր հնարավորություններ պարգևող մոլորակի Յուպիտերի մասին։ Տիեզերական հսկա Յուպիտերը արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակն է եւ իր հզոր ձգողականության շնորհիվ նա հսկայական ազդեցություն ունի ողջ տիեզերական համակարգի վրա, հաճախ հանդես գալով որպես վահան եւ պաշտպանելով մյուս մոլորակներին աստերոիդների հարվածներից։ Աստղաբանության մեջ Յուպիտերը յուրաքանչյուր կենդանակերպի նշանում մնում է 1 տարի, իսկ արեգակի շուրջը իր ամբողջական պտույտը կատարում է մոտ 11 տարի 10 ամսում։ Նա հանդիսանում է աղեղնավորների կառավարիչ, իսկ դասական աստղաբանության մեջ նաև ձկներին է։ Յուպիտերի տարը կրակն է, մետաղը անագը, քարը շաբթյուղ է, օրը 5-շաբթի, հրեշտակը սաչի էլ։ Մարդու անձնական քարտեզում Յուպիտերը ցույց է տալիս այն ոլորտները, որտեղ մեզ սպասվում է հաջողություն եւ որտեղ մենք ամենից հեշտությամբ ենք ընդլայնվում։ Այն բացահայտում է, թե մարդը արդյոք ունի հակում բարձրագույն կրթության եւ գիտելիքի, ինչպիսին է մեր փիլիսոփայական մտածելակերպը եւ վերաբերմունքը կրոնի հանդեպ, ինչպես ենք ընկալում օրենքներն ու բարոյական նորմերը, ինչպիսի սոցիալական դիրքի կարող ենք հասնել եւ որքանով ենք սիրում ճանապարհորդել։ Յուպիտերը համարվում է օրենքների եւ բարոյականության պահապանը։ Նրա էներգիան մեզ պարգևում է լավատեսություն, հոգու հավատ սեփական ուժերի նկատմամբ։ Նա օժտված է անսահման ռեսուրսներով եւ պատրաստ է դրանք փոխանցել բոլոր նրանց, ովքեր ձգտում են դեպի լույսը, արդարությունն ու գիտելիքը։ Եթե Սատուրնը խորհրդանշում է սեղմումը, սահմանափակումն ու բանտարկությունը, ապա Յուպիտերը քանդում է բոլոր պատերը եւ լուսավորում ճանապարհը։ Հարգելիները, շարունակելով Յուպիտերի թեման, չենք կարող չանդրադառնալ նրա առասպելական ծագմանը, որն ունի խորը հոգեվոր նշանակություն։ Ըստ առասպելի հունական, Յուպիտերը դա Զևսն է, Սատուրնի, այսինքն Կրոնոսի որդին էր։ Սատուրնը վախենալով կորցնել իր գահը, կուլ էր տալիս իր բոլոր զավակներին, սակայն Յուպիտերի մայրը դիմում է խորամանկության, նա Սատուրնին է տալիս բարուրված քար, որն էլ հայրը կուլ էր տալիս որդու փոխարեն։ Փոքրիկ Յուպիտերին, Զևսին, թաքուն տանում են Կրետե կղզի, որտեղ նրան կերակրում է Ամալթեա այծը։ Երբ Յուպիտերը մեծանում է, նա որոշում է պայքարել Սատուրնի դեմ։ Սկսվում է մեծ պատերազմ աստվածների եւ տիտանների միջև։ Յուպիտերը օգտագործում է հզոր զենքերը, կայծակն ու շանթը, հաղթում Կրոնոսին, ստիպում, որ նա հետ տա իր կուլ տված եղբայրներին ու քույրերին։ Հաղթանակից հետո եղբայրները բաժանում են իշխանությունը։ Նեպտունին բաժին է հասնում ծովերի եւ լճերի ձկների տիրակալությունը, Պլուտոնին հանդերձյալ աշխարհի իշխանությունը, Յուպիտերին երկինքն ու գերագույն իշխանությունը ողջ տիեզերքի վրա։ Իսկ Սատուրնին ուղարկում են բան շղթայված հսկողություն հանձնելով Պլուտոնին։ Շատերը գուցե ասեն, թե ինչպես կարող է հայրը կուլ տալ իր որդիներին եւ հետ տալ, կամ պարզապես սա հնացած պատմություն է, բայց իրականում սա համամարտկային մի գաղափար է, որը հանդիսանում է տարբեր մշակույթներում եւ կրոններում։ Ինչպես հաստատում է հայտնի Ջոզեֆ Քեմբելը, նմանատիպ արժեքների միջոցով մեզ են փոխանցվում հոգեվոր ճշմարտությունը։ Սատուրնը խորհրդանշում է ժամանակը եւ նյութական աշխարհը, որը կլանում է ամեն ինչ, երբ Յուպիտերը ստիպում է նրան հետ տալ իր եղբայրներին, դա խորհրդանշում է լույսի հաղթանակը նյութականի նկատմամբ եւ հոգու ազատագրումը մահվան ճիրաններից։ Այս պատմությունը զարմանալիորեն նման է աստվածաշնչյան պատմությանը։ Օրինակ հիշենք Հովնանին, ում կուլ էր տվել կետ ձուկը, բայց ում Աստված ազատեց 3 օր անց, կամ Քրիստոսի կերպարը, ինչպես աստվածաշնչում էր գրված, նա խաչվեց ու մահացավ, հետո իջավ դժոխք լիմբոս, որտեղ գտնվում էին մահացածների հոգիները, ինչպես Յուպիտերն է ազատում հոգիները մահվան խավարից, կապանքներից։ Երկրորդի դեպքում էլ մենք տեսնում ենք ազատագրողի կերպարը, ով իջնում է ամենախորը խավարի մեջ լույսը հետ բերելու համար։ Տիտանների եւ մոլորակների պատմությունը շատ նման է Քրիստոսի եւ Սատանայի պայքարին, որից հետո չարը պետք է շղթայվի։ Կարող եք կարդալ Հայտնության գրքում։ Կլինեն մարդիկ, ովքեր կհակադարձեն, որ այս պատմությունը նման է, քանի որ վերցված է Աստվածաշնչից։ Սակայն կա մի բայց, այս պատմությունը եղել է Քրիստոսից առաջ։ Ըստ իս, այս երկու պատմությունները նման են, քանի որ իրենք ոչ թե հակասում են միմյանց, այլ լրացնում են մեկ-մեկու։ Ահա այսպիսին էր մեր զարմանահրաշ Յուպիտերը, ով մեզ սովորեցնում է հավատալ ազատությանն ու բարուն, եւ քանի որ նա կառավարում է աղեղնավորներին, հաջորդիվ կխոսենք հենց ձեր մասին, հարգելի աղեղնավորներ, կհանդիպենք, սպասեք անպայման։